5-6 տարիներին մշտապես։ Երբ եկան իշխանության, հենց 2018 թվականի մայիսին խոսում էին այն մասին, որ նախորդ կառավարությունների ժամանակ 1991 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանից դուրս է բերվել 14-ից մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում իրենք որոշակի քայլեր էլ ձեռնարկեցին, այն ժամանակվա փոխվարչապետ, իսկ այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի դիմում ուղարկեց Համաշխարհային բանկի նախագահին եւս այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախագահների, խնդրելով պատասխանել, հայտնել, թե որտեղ են Հայաստանից դուրս հանված այդ միլիարդները։ Հիմա այս մարդիկ այս 14-ից 30 միլիարդ դոլարը մոռացել են, ինչ-որ 1.7 միլիարդ դոլարի մասին են խոսում։ Որտեղ են ձեր տված խոստումների արդյունքները։ Խոստացել եք վերադարձնել այս թալանը, 14 միլիարդը ուր, 30 միլիարդը ուր, 1.7 միլիարդը ուր, այն էլ հարց է, կարաք վերադարձնեք, թե չեք կարա վերադարձնեք, սիրելի բարեկամներ։ Հետո այս ամենին զուգընթաց ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանքի մասին խոսել։ 7 տարվա կառավարման արդյունքում դուք կարող եք խոսել մեկ համակարգի մասին, որը կայացել է։ Դուք խոսում եք կոռուպցիոն դատարանների ձևավորման մասին, դուք խոսում եք դատական համակարգի գործունեության մասին, դուք խոսում եք արդարության մասին, դուք խոսում եք արդարադատության մասին, դուք կարող եք փողոցում հանգիստ քայլել, Նիկոլ Փաշինյան, ու յուրաքանչյուր քաղաքացուց ստանալ պատասխան, որ Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի ձեռք երկիր է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն կա, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայությունն է իշխում, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը պաշտպանված է, դուք եք ձեր կառավարության նիստերում հնարավոր բոլոր պատե առիթները օգտագործելով խոսում կառավարման ճգնաժամի մասին։ Ընդ որում, սիրելի բարեկամներ, անցնենք կառավարման ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։ Դուք զգացել եք, որ գրեթե օր չկա, որ այս կամ այն սոցիալական շերտերի ներկայացուցիչներ չփակեն փողոցները ու չներկայացնեն իրենց պահանջները։ Մի օր Քասախ վարչական շրջանի բնակիչներն են փակում, մի օր Պրոշյան վարչական շրջանի բնակիչներն են փակում, մի օր Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներն են փակում, պահանջում են մեկը իր տրանսպորտային միջոցների խնդիրի բարելավումը, մեկը իրենց բնակարանների խնդրի բարելավումն են պահանջում, մյուսը Գեղարքունիքում ձկնորսները փակում են ճանապարհը, այլ պահանջներ են ներկայացնում։ Այսինքն դուք զգացել եք Հայաստանի Հանրապետությունում այս կամ այն սոցիալական շերտերի կողմից դրսևորվող վարքագիծը։ Այսինքն սրանից ինչ հետևության կարելի է հանգել, սիրելի բարեկամներ, որ Հայաստանի Հանրապետությունում տոտալ կառավարման ճգնաժամ է։ Մարդիկ որևէ մեկից հույս չունեն, որ իրենց խնդիրները կլուծվի եւ ճարահացյալ գնում են այսպիսի միջոցների, որպիսի ուշադրություն հրավիրեն։ Բայց կառավարման ճգնաժամը էլ ինչպիսին է լինում, եթե դուք լուծում տայիք այդ մարդկանց խնդիրներին, եթե դուք կարողանայիք ճիշտ արձագանքել քաղաքացիների ահազանգերին, նրանց տագնապներին, քաղաքացիները ինչու պետք է ճանապարհ փակեն ու խաթարեին մյուս քաղաքացիների բնականոն գործունեությունն ու տեղաշարժը այս կամ այն բնակավայրից մեկ այլ բնակավայր։ Եվ հետո, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մի շատ ցավոտ խնդրի մասին խոսել, ընդ որում այս առյուծային ցատկի զարգացման ֆոնին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսպիսի թռիչքաձև զարգացումների մասին, ինձ մոտ ընդամենը առաջ է գալիս ցավոք սրտի ամենացավոտ հարցը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի խնդիրը։ Եվ ես ինձ համար հանել եմ, ես անցած տարի հրապարակել եմ այդ թվերը, ես ուզում եմ ընդամենը մեկ շատ կարևոր թիվ արձանագրել։ Նիկոլ, այդ բյուջեի աստղաբաշխական թվերի մասին, որ դու հիշատակում ես, այդ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվող թալանի չափի մասին, վերադարձվող այդ գումարի մասին, երբ որ դու հիշատակում ես, մի բան կարևոր երբեք չմոռանաս, երբեք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է։ Ուզում եք ձեր բյուջե սարքեք
չգիտեմ, Չինաստանի բյուջեի չափ, ուզում եք ձեր նախկին թալանչիներից վերադարձած գումարի չափը սարքեք Ամերիկայի բյուջեի չափ, եթե Հայաստանից հեռանում են ձեր այսպես կայծակնային զարգացող երկրից հեռանում են, ընդ որում շատ թիվ եմ հրապարակում, սիրելի բարեկամներ, 2018 թվականից մինչև 2023 թվականը ներառյալ, այստեղ ներառված չի 2024 թվականը ամբողջությամբ եւ 2025 թվականի առաջի 3 ամիսները։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք 2018-2023 թվականին Նիկոլ Փաշինյանի օրոք, սիրելի հայ ժողովուրդ, ովքեր դիմում են այն հատվածին, ովքեր ասում են խեղճ Նիկոլն ինչ անի։ Այս մարդու օրոք Հայաստանից հեռացել է 80,386 մարդ։ Ընդ որում, սա պաշտոնական թվեր է, սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ։ Հիմա Նիկոլ Փաշինյան, երբ որ դուք խոսում եք այսպիսի թռիչքաձև զարգացման մասին, խոսում եք ձեր տիտանական աշխատասիրության, ջանքերի մասին, հարց եմ տալիս, ձեր ղեկավարած փառահեղ երկրից մարդիկ ինչու են հեռանում։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարդիկ հեռանում էին, հասկանալի էր տարբեր պատճառները, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց ձեր ղեկավարած փառապանծ երկրից են հեռանում։ Հիմա կասեք անվտանգության խնդիր է, խաղաղության խնդիր է, պատերազմի խնդիր է, սրան էլ կանդրադառնանք հիմա, սիրելի բարեկամներ։ Ինձ այս թվերի հանրագումարը, սիրելի բարեկամներ, բերում է մի բանի մասին, հետևության, որ մենք այս տարիների ընթացքում եւ հատկապես վերջի 7 տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել արդյունավետ պետություն ու ապահովել արդյունավետ կառավարում։ Իսկ ձախողումների մասին հիմա քիչ հետո կխոսեմ, երբ որ երեք թվարկվում էր հաջողությունները, պետք է ժողովուրդ ջան, մենք քաջություն ունենանք եւ խիզախություն ունենանք թվարկելու նաեւ ձախողումները։ Մեր զգոնությունը թույլ չենք տալու, որ բթացնեն, թույլ չենք տալու, որ պոպուլիզմը դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը, թույլ չենք տալու, որ մեզ կարողանան եւս մեկ անգամ կամ երրորդ